Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք, ես լավ եմ, եկել եմ դիպլոմս ստանալ է եկել, դիպլոմս արդեն ստացա, բավականին զրուցեցինք, ես կնոջ հետ լավ էր մարդ չկար, լավ էր ճանաչում ա, որ հայերեն ասում եմ, շնորհակալ եմ, որ անմիջապես հասկացաք, ասում արդեն սովորել եմ ձեր ազգանուններին, ասում նույնիսկ գիտեմ, որ մարդիկ կան Հայաստանից են եկել կամ մարդիկ սովետական միությունից են եկել, արդեն այդ ձև գիտեմ, ասում եմ, բայց շատ հատուկ ուշադրություն եմ դարձնում Հայաստանի վրա, ասում եմ, գիտեք, որ ես վերջերս տարածված է, որ ֆրանսիացիները Հայաստան են ճամփորդում, հա, ասում եմ, լսել եմ իմ բարեկամներն են, մոտիկներն են, ասում եմ, ես էլ եմ պատրաստվում, ինչ-որ մի օր ես էլ եմ այցի գնալու, կարճ ասած սիրելիներս, ես մի պրոբլեմից էլ պրծա, տանը ցույց կտամ դիպլոմի հենց երեսը, չնայած նույնն է դեռ դոնել եմ ցույց տվել, երբ սկսել էի վլոգներ վարել, հենց այդ ժամանակ եմ քննություն տվել, այսինքն 4 տարի առաջ էլի։ Մի խոսքով սիրելիներս Կարենից սպասում ա, հիմա երևի թե կգնանք խանութներ։ Առավոտ շուտ է մինչև 12-ը պիտի գայի, երեկ էին մեսաժ ուղարկել, հարմար էր այսօր ամսի 20-ին փակվելու էր։ Bonjour։ Մտնենք Grand-Frais, տեսնենք ինչ կա։ Կարծես թե այնտեղ նշված էր, որ սմբուկը էժան է, այստեղ ինչ են էժանացրել։ Ահա։ Այ չեմ սիրում, որ այս սեզոնին դեռ կոնդիցիոներներ միացրած են։ Սառնման է դուրսը շոկ ստեղծուրդ։ Օ, առաջին աչք ծակեց, հա պալասը։ Տեսեք, ինչքան էժան է, կիլոգրամը 8 եվրո է։ Եվ մյուս կողմում էլ դդմիկների տեսակները, իսկ այս ծաղիկներով էլ արդեն շատ համեղ բաներ են պատրաստում, իտալական խոհանոցից հատկապես։ Մի խոսքով, եթե չեք փորձել, կարող եք փորձել։ Ինչքան շատ են, չէ, դդմիկները, բայց ես դդմիկ չեմ գնի, տեսնենք սմբուկը, այո, սմբուկն էր էժան, ես խանութ մտնելուց առաջ ասեցի 1 եվրո 50 էր, գինը, սա էլ արդեն իմ առևտուրն է, տեսնենք այս մյուս կողմում ինչեր կան, ծմերուկեր այնտեղ չեմ ուզում վերցնել, անցնենք այս կողմում, ֆրանսիական լոլիկ է և գինը 4 եվրո է, չէ, շատ փափուկ է, չնայած փափուկը համեղ է լինում, բայց չգիտեմ էլի, սա ոնց կլինի, ուրիշ լոլիկ կվերցնեմ, սոխերի տեսականի, տեսեք ինչքան շատ է, Grand-Frais, եթե հաճախ եք գնում, ուրեմն այդտեղ կարող եք հանդիպել շատ մեծ զեղչերի, օրվա զեղչեր են լինում, տեսեք հլը ինչքան լավ սոխեր էր, բայց մեջերը կոշտեր կային, տատանվեցի գնել, սրանք էլ թվում է թե բարակ է, բայց կանաչ մասը կոշտեր, չէ, երևի թե չգնեմ, պետք է լավ շոշափեմ, իմ ուզածը լինի, սրանք ոչինչ, բայց սրանց մեջ էլ արդեն չգիտեմ, էկրանից այդ կողմ երևում է թե չէ, արդեն այդպես ճլորած էր այդ կանաչ հատվածը, այս անգամ դա չենք գնի, առաջ շարժվենք, տեսականին կա, չնայած արդեն շատ կանաչ սող գնեցի, հավեսս հանեցի, սրանք էլ էլի խոհանոցում օգտագործվող ծաղիկներն են, եթե ռեստորաններ են գնում, միշտ այսպես գեղեցիկ ծաղիկներով լինում են ուտեստները, ճաշերի վրա շատ են զարդարում, այսօր էժաներ, բոլոր կանաչիները, կապերը, բոլոր տեսակի կանաչիների արժե 1 եվրո, ես սամիտ կընտրեմ, տեսնեմ էլ ինչ եմ վերցնում, տանը ցույց կտամ, այստեղ էլ վարունգներ, էլի լոլիկի տեսակ, վարունգը ինչ արժե, փաստորեն տարբեր լոլիկներ են այս կողմում, մյուս կողմում էլ էլի վարունգներ կան, հիմա կպտտվեմ այն կողմի վրա էլ ցույց կտամ ձեզ, այստեղ էլ արդեն ասեցի տարբեր տիպի լոլիկներ են, հիմա առաջ շարժվեմ, այս գունավորներից գնել եմ հատուկ այդքան էլ համեղ չեն ու չեն էլ տարբերում, ինձ համենայն դեպս այդքան դուր չեկան, ճաշի համար այս բաներից եմ վերցնում, իսկ այս Անահիտ սորտի նմանը համեղ է միշտ, երևի դրանից կվերցնեմ, փնտրում եմ նեխուր, այս հատվածում էր միշտ լինում, տեսնեմ կա թե չկա, նման սալատների տեսակներ են, դրա կարիքը չկա, տեսնենք այստեղ ինչեր կան, ուրեմն վարունգներն էին, որ ասեցի շրջվեմ, 3 տեսակի վարունգներ, 3-ն է տարբեր գների,
Էժանը 1.29 էր։ Արդեն տանն եմ, տեսեք ինչ կապ կանաչներ վերցրեցի, մաղադանոց համեմ սամիտ վերցրեցի, նեխուրը կիլոգրամով եմ վաճառում Grand-Frame եւ կանաչ այս լոբիները լայն ես մեր սարու լոբիների նման ոչ միշտ է լինում, իսկ նեխուրն էլ արդեն ընտրեցի սրանք, կանաչ մասը աղցանքը պատրաստեմ։ Գնումներ արեցինք, նաեւ կարաքեսա, որի գինը արժեր 2.90, պանիրն էլ 3.80, սա էլ դդմի կորիզ են, իսկական կորիզները սրանք են, այս մուգ գույները, 3 եվրո չիժն էր, կաղամբի կիլոգրամը 1.50 էր, նոր կաղամբ է թարմ, այստեղ այս ցանցը 3 եվրո, խնձորի կիլոն 2 եվրո, սմբուկը արդեն ասեցի 1.50 է, շատ թարմ լավ սմբուկներ են, լավը փայլում է միշտ եւ արդեն տեսեք հապալասը գինը 8 եվրո էր, լոլիկը կիլոգրամը 3.50, բոլորը արդեն ասեցի եւ արդեն ահա եւ իմ դիպլոմը, ովքեր չգիտեն իմացեք, ֆրանսերենի իմացության դել 1 մակարդակի դիպլոմ է սա, որով ես հնարավորություն եմ ունենում ստանալ Ֆրանսիայի քաղաքացիություն, չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին, իմ փաստաթղթի մեջ պակասում էր հենց այս դիպլոմը, ես ներկայացրել էի բազմաթիվ վկայականներ B1-ի իմացություն չէր անցել սիրելիներս, այնպես որ մի քիչ ավելի խստացված է։ Եվ եթե հիշում եք, ես քննությունից հետո ասեցի, որ առաջին հարցը ռադիոն որ լսում ենք շատ աղմուկ էր, խշշոց էր, հնարավոր չէր լսել։ 3 հարցրեցի այդ կնոջը, ինքը ասեց, որ դա հատուկ է արված, որպեսզի պարզեն, արդյոք աղմուկի մեջ դուք կարողանաք հասկանալ, թե ինչ են ձեզ ասում, լինում են ասում իրավիճակներ, երբ որևէ տեղ աղմուկ է, թեկուզ մետրոյի մեջ եւ հեռախոսով ձեզ զանգել են, դուք պիտի հասկանաք այդ աղմուկի մեջ ինչ են ձեզ ասում։ Մի խոսքով դա հատուկ էր արած եւ որն էլ ի վրա ազդեց։ Ճիշտ է, ստացել եմ դիպլոմը, բայց մի քիչ նեղված եմ, որ շատ բարձր չէի հավաքել առաջինից, դե արդեն ասել եմ, խոսել եմ, խոսքով սիրելիներս վախենալու բան չկա, անպայման դիմեք հենց այս տարի, եթե ունեք նմանատիպ դիպլոմներ, դիպլոմը անժամկետ է, նորից եմ հիշեցնում, իսկ թեստերը, որ դուք անցնում եք, դրանք 2 տարի ժամանակ ունեն, շտապեք հենց այս տարի ներկայացնել, որովհետև հաջորդ տարվանից գործելու է ուրիշ օրենք, շրջաբերականը դուրս է եկել, 26 թվականից B2 մակարդակ են անցնում, եւ նույնիսկ խոսակցություն կա, էլի օրենք չէ, բայց շրջաբերական է այդպես, որ հնարավոր է պրեֆեկտուրան բանավոր քննությունը, երբ որ հանձնելու ենք, լինի նաեւ գրավոր քննություն եւս, չգիտեմ, շտապեք հանձնել հենց այս տարի, որ դուք ընկնեք հենց այս տարվա անցած օրենքների մեջ։ Դե այսքանը այս պահի համար ես դուրս էի եկել, գնացել էի իմ մաշկաբանի մոտ, ինչու, որովհետև արևից այստեղ ինչ-որ բան էր դուրս եկել, բանից վարդում է ասեց բան է, յուղային ինչ-որ գոյացություններ գնացի հեռացրեցի, առավոտ շուտ, ինչ-որ էցևիգո բաներ, որ կար հեռացրեցի, դրա համար պիտի արևից պաշտպանվող հագուստ հագնեմ, չնայած եղանակը շատ շոկ է եւ ես որոշել եմ այսօր այդպես բաց ամառային շորիկ հագնեմ։ Եղանակները շատ լավ են, իդեպ շատ էիք շնորհակալ եղել եւ գոհ եղել, ինչու՞ չէ, որ տեսակ այդ հայկական պարային համույթի Նազանի շքեղ ներկայացումը եւ դե արդեն խոսք չկա Մաշա Մնջոյանի, որից էլ որ ես էլ էի շատ տպավորված եւ տպավորված էի ավելի շատ հայկական համայնքում նման ջերմ մթնոլորտ տեսնելու համար նոր մարդիկ շատ կային, որոնց ես չէի ճանաչում,
Դե ես վաղուց եմ եղել, երբ նոր եկել, այն ժամանակ մի քանի տարի ակտիվ մասնակցում էի, հետո դա արդեն ժամանակի սղության պատճառով միշտ չի կարողանում այդպես շփվել, բայց դրական կարծիք կազմեցի շատ, անսպասելի էր ինձ համար այդ ջերմությունը, այդ լավ միջավայրը, մթնոլորտը, այն բանի մեջ ասում գնա, սա քո միջավայրը չի, իսկական մեր միջավայրն էր սա, շատ հաճելի էր եւ ես էլ եմ էլի մեկ անգամ եւս շնորհակալ ինձ հրավիրողին եւ այնտեղ որ մասնակցեցի եւ հաճույք ստացա ժողովուրդ ջան, շատ տպավորված եմ եւ դուք խնդրել էիք որ ամբողջության լիներ այդ տեսանյութը, վլոգի ձևով չլիներ, բայց դա իմ վլոգն էր, ես այդպես ուր գնում եմ, ինչ անում եմ, այդպես էի ցանկացել ներկայացնել, չնայած ամբողջապես պահպանված չունեմ բոլոր այդ հատվածները, դե ես մոնտաժել էի, գեղեցիկ այդպես փունջ էի ստացել, բայց ձեզ համար հատուկ կներկայացնեմ առանձին տեսանյութով կինտոների պարը, որը շատ հավանեցի եւ առանձին տեսանյութով կնայեք, կպատկերացրեք դուք էլ ինչպես նստել եք դահլիճում եւ նայում եք այդ տեսանյութը։ Դե ինչ, այս պահի համար իրոք այսքանը, գնամ սուրճ խմեմ, դեռ սուրճ չեմ խմել եւ դառը շոկոլադ եմ գնել նոր ճանապարհին, որոշեցի, որ դառը շոկոլադով սուրճ խմեմ, երկար ժամանակ է այդպես շոկոլադային որևէ բան չեմ կերել, չգիտեմ, ցանկություն առաջացավ սուրճս այդպես վայելելու։ Սուրճից հետո կմիանամ, կշփվենք, նորություններ կասեմ եւ ընդհանրապես առօրյա կյանքիս, օրերիս քրոնիկան ձեզ կներկայացրեմ։ Առայժմ ողջույն ժողովուրդ ջան, նստենք ու մի հանգիստ զրուցենք։ Նոր մտածում, բավականին երկար քայլելուց, փնտրելուց հետո փնտրում էի իմ ծանրոցը, չէի գտնում, որոշեցի, որ մինչ տանից դուրս գալ աշխատանքի գնալը, գնամ ծանրոցը ստանամ, որ պատվիրել էի ամառային թեթև այդպիսի բոկոտիկներ, 5 քաղաքի դե փողոցները ասել եմ ձեզ լրիվ սալահատակ է, որպեսզի արագ վազքով այսպես երբեմն գնում եմ, այդպես հարմար լինի։ Դե իմ ունեցածներին հիմնականում այսպես կրունկներով են, չնայած ցածրին ես միշտ այդպես քայլում եմ, բայց դե մարդ եմ, սիրելի կոշիկ ունենալը, չէ, լավ է։ Ինչու սիրելի, որովհետև նման իսպանական բոկոտիկներ ընդունված է արդեն ֆրանսիացիների շրջանում, շատ հարմար է, թեթև է, եւ իմ ֆրանսուհի ընկերուհին ինձ խորհուրդ տվեց, չնայած ինձ համար շատ է ցածր, ես կփնտրեմ մի փոքր բարձրը լինի, բայց որոշեցի գոնե այս մեկը ունենալ, կփորձեմ, եթե լավ ստացվի, ինչու՞ չէ, կարելի է պատվիրել։ Իր գինը 50 եվրո է, երբեմն մի փոքր ավել, բայց դե արդեն ասել է, որ վինտեդով կարող եք ձեռք բերել նաև նոր ապրանքներ մատչելի գներով։ Եվ ես էլ որոշեցի, որ X էլ մի բան պատվիրեմ, հիմա պատվերը եկել է, որ հասցեմ, որ ես նշել եմ, այդտեղ չի, ինձ նամակ են գրել, որ փնտրեք ես մյուս հասցեում, գնում եմ այդտեղ, ման եմ գալիս այդ հասցեն, բանից պարզվում է, որ արդեն հին տեղն է այդ խրոնոպոստի հին տեղն է, հին հասցեն, դե երևի թե դեռ համակարգիչ չի հանվել, չի նորացվել, դե ինչ գիտեմ ես, գնացի քայլեցի 17 րոպե ոտքով, հասա այդտեղ չգտա, նորից 17 րոպե ոտքով հետ եկա, մոտիկ է ինչու ոտքով, որովհետև ցույց է տալիս, որ Օղալիլ են մեծ հսկա հիպերմարկետը կա, այդ տարածքներն են, դե դա մեր տարածքն է, պրոբլեմ չէր։ Նորից նայում եմ, պտտվում եմ, մտա հենց Օղալիլի շենքը, խանութներ կան այնտեղ, նայում եմ կողքերը, որ կարող է կետեր լինի, դե այնտեղ կա երկու կետ, որ ես գնում եմ Vinted ու Amazon-ը, բայց այդտեղ չէր, պտտվում եմ, նայում եմ, ցույց է տալիս մի ռեստորանի մոտ, նայում եմ Մեծևի անունով ռեստորան, իրենք ցանկ ունեն հարկերի, չկա գրված, հարցնում եմ այդտեղի աշխատող սեկյուրիտին, նայում են չէ, այստեղ չկա, սխալ է գնացեք բանի, այն կայարանի, երկաթուղային կայարանի շուրջը, դեմոտիկ են իրար, հիմա նորից գնում եմ, այս արևին, արևա, ուժեղ արև, գնում եմ այդտեղ եմ պտտվում, այդ ամբողջը պտտվելուց հետո, եկա նորից այդտեղ
բերում ա մոտավոր այդ հասցեով, բայց էլի չի տանում, ասում ա դուք հասել եք, նայում եմ փակ տարածքա, ոչ միտեղ չեմ ասել։ Մի խոսքով այնպես վատ զգացի, գրեցի այդ աղջկան, որ չեմ գտնում հասցեն, էլի, հələ տեսնենք ինչ ենք անում փողոցում։ Ու որ գալիս հիշեցի, որ մեր մոտիկ փոքրիկ այդպես մարքետ Carrefour-ում էլի փոստային ծառայություններ են այդպես անում։ Գնացի այդտեղ հարցնում եմ, ասում եմ մեզ մոտ չի դա, ասում եմ գիտեմ, բայց ցույց է տալիս, պատմում եմ այդպես, գնում եմ չկա, այդ մեկը ասեց չէ, չգիտեմ, նոր եկել, դե դեմքով ճանաչում եմ, ոնց որ մեր թաղամասի խանութը լինի։ Լավ էր, մի սև տղա չզլացա ձեռքի բաներ դրեց, այնտեղ դարակներ էր դասավոր, մեկավ ասում ա ինչն ա, մադամ նայեց, ասում ա չէ, սա տեղափոխվել ա ու հաստատ ողալիլի մեջ ա։ Գնացեք այնտեղ Carrefour-ի մոտակայքում ա, ես գիտեմ, էլի, փոխվել ա, վայ, ասի ապրես, հələ գնամ։ Գնացել եմ, մտել եմ, նայում եմ, պատտվում եմ, դեպի առաջ եմ գնում, թե մոտավորապես որտեղ կլինի։ Մեկի աչքովս ճապոնական ռեստորան ընկավ։ Գնացել եմ, նայում եմ, անուն չկա գրած, որի անունը, որ իմ մոտ ա։ Դե, բարի մարդիկ շատ են էսեղ, հարցրեցի այդ ճապոնոն, վայ, ասում ա, մեզ կողմը չի, մի քիչ գնացեք այն կողմ, այնտեղ խմովական սկսում ա, դրա դեմը հենց դրված ա։ Հետ եկա, ինչու եմ ասում, որ շատերը իմանաք, Chronopost Pickup գտնվում է Օղալիլի Carrefour-ի մոտ անմիջապես, մուտքից մի քիչ աջ, դեղին գույնի ներկած այդպես դրված են, լավ էր, միջև բայց այդ հասնելը էլի ցույց էր տալիս, որ Աքոյում մի կին ինքը զբաղվում էր այդ փոստային ծառայությունով, կար ուրեմն ծանոթներ, որ իրենք էլ են տալի, ցույց տվեցի ինքը հուշեց, ասեց, չէ, ձերը այնտեղից ա։ Մի խոսքով սիրելիներս այդպես վերցրեցի, բերեցի, հələ տեսեք ինչքան լավն է։ Սա էլ իմ տանջանքով ստացած ծանրոցն է։ Նվեր էր դրել, առաջինը բացեցի նվերը, հիմա տեսեք նվերը ցույց տամ։ Եվ ինչքան գեղեցիկ փաթեթավորում է արել, Իսպանիայից է եկել եւ ֆրանսերեն կոչում է Մինորքին այս մարկը, Մինորինկա, չգիտեմ ինչպես կարող է կոչվել իսպաներեն, ամեն դեպքում այս ամառային կոշիկները շատ տարածված են ֆրանսիացիների մոտ։ Հակա փորձեցի, շատ թեթև է, դե արդեն մոտիկից տեսակ, շատ թեթև է, ուղղակի որ այսպես է կփորձեմ էլի, եւ ինձ թվում է թե սա չի կանգնի կրունկի վրա, բայց այնպես են արել, որ էլ դու չես չարչարում բարձրացնես, ինքը կրունկին պահում ա։ Մի խոսքով խորհուրդ կտամ, դուք էլ եթե հատկապես սիրում եք նման ցածր կոշիկներ, գույնն էլ ընտրեցի սա, կային մի քանի տարբերակներ, բայց սա լրիվ նոր էր, ընտրեցի սա, որովհետև ամառ է, սպիտակի, խառը գույների, ամեն գույնի հետ սա կգա, հենց այդ նպատակով եմ գնել եւ հարմար էր։ Հիմա հագնելու եմ գնամ աշխատանքի, Չնաստան մեջ արդեն մի քիչ ես հագա այսպես փորձարկեցի եւ դուրս շատ եկավ։ Կտեսնեմ, եթե որևէ բան չի առաջացնի, չի խփի, չնայած որտեղ պետք է խփի, ինչ պետք է խփի, ու այդպես, ու հարմար է ինչ առումով, որ շատ բացվածքով չի, երբեմն այնպիսի շորեր, շալվարներ կա, որ շատ բացվածքով, բոթիկներով այդպես գեղեցիկ չի լինում։ Դրա համար եմ ասում, բաներ կա, որ պիտի փորձես, հագնես, այդպես սիրելիներս, երևի թե ինձ ուշ տվեց առավոտյան իմ խմած ըմպելիքը, այսօրվանից մի քանի օր առավոտ շուտ ես ուրեմն կխմեմ բազուկով, խնձորով եւ գազարով այս հյութը, բլենդերով եմ անցկացրել, մի քիչ ջուր եմ ավելացրել, ամեն մեկից մեկական եւ հիմա սրա վրա մի քիչ ջուր կավելացնեմ եւ արդեն կխմենք, եթե այսպես շատ ենք խմում, կարող են նաեւ շաքարը բարձրացնի, զգույշ եղեք, ընդհանրապես մրգային կամ բանջարեղենային հյութ խմելիս։ Էներգիա կհավաքեմ, չնայած զգում եմ, որ չիայի սերմերը բավականին իջացրել են, հետո նորից կշարունակեմ չիայի սերմերը կշարունակեմ հենց միայն ջրով թեկուզ,
Բուսական բոլոր նմանատիպ բաղադրատոմսերը շատ լավ են ազդում մարդուրա, բայց շատ երկար օգտագործել պետք չէ։ Արդեն կորցնում են իրենց ազդեցությունը եւ կարող են նաեւ հակադարձ ազդեցություն ունենալ։ Չիայ սերմերը շատ են նշվում, ես էլ եմ մեկ անգամ եւս հիշեցում, որ անպայման պետք է այն թրջվի ջրով կամ մածունի մեջ, թողնեն երկար միջև ինքը արդեն կմեծանա, իր այդ մանրաթելերը հենց այդտեղ են սկսում գործել, եթե դուք ատամի տակ ծամում եք, զգում եք արդեն, որ նա 4 սերմ չէ, էլի արդեն շուրջը ինչ-որ մի բան հավաքված է։ Սա է ճիշտը, եւ անպայման նույնիսկ երբ որ խառնված է մածունի հետ կամ հյութի հետ, խմելուց հետո մի քիչ հետո նորից ջուր եք խմում։ Սա է օգնում, էլի պետք է շատ ջուր լինի, որ ինքը մեծանալու հատկություն ունի, չմեծանա աղիներում ու վնաս տա, դրա համար են ասում անպայման թրջեք, նոր օգտագործեք։ Եվ այս ամենը մերթ փոխելով, հիմա ես մի քանի օր կխմեմ, մինչև որ կվերջանա, որոշել եմ առավոտյան սոված փորին խմել, որից հետո արդեն ես նեխուրիով այդպես կանեմ կխմեմ, կարճ ասած հետևեք ձեր առողջությանը, միշտ ասում եմ եւ մոտիվացնում եմ ձեզ։ Դե այս պահի համար այսքանը, սիրելիներս, կհանդիպենք այսօր երեկոյան, ոչ թե երեկոյան, երեկո են էստեղ ասում, օրվա երկրորդ կեսից հետո անակնկալ ունեմ, գնալու եմ, դե լավ չասեմ կգնամ նոր կտեսնեք, թե ուր եմ գնալու, առայժմ։ Էլի մոտիվացիա տամ ձեզ, նեխուրի տերևներով աղցան եմ պատրաստել, ձվածեղով, կարտոֆիլ եմ տապակել մսով եւ սմբուկներն եմ տապակել պղպեղով, շատ համեղ է։ Ժողովուրդ ջան, էս էլ իմ սյուրպրիզը, եկել եմ մեր մոտին հսկա մեծ պարկը, Սիտադել է կոչվում, եւ այստեղ գոգրոշներ եմ հավաքում, որը արդեն հասել է։ Այստեղ հավաքել ենք ուրեմն սմարոդինա, կարմիր, այն ժամանակ հարմար չեղավ նկարեմ, եւ այստեղ կա մի լավ տարածք է, այնպես որ եթե մոտիկ եք ապրում, կարող եք գալ այս այգին, այս պարկը եւ հավաքել ինձ նման այս հետաքրքիր գոգրոշները։ Ճուտոս էլ է հավաքում, տեսնում եք, ամեն մեկս մեզ համար ենք հավաքում, հələ տեսեք ինչքան շատ կա։ Շորջան բերքս հավաքեցի, այսքան փոքրիկ տուփով հավաքեցի, բանից պարզվեց կանաչ գույնը ավելի քաղցր էր, քան այս կարմիրները։ Մի խոսքով հիմա գնում ենք տուն, լավ խաղացինք, զբոսնեցինք, սրանով ավարտում եմ իմ տեսանյութը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, հայդեպ եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել իմ ալիքին, կարող եք բաժանորդագրվել, պաչիկներս բոլորիդ, բոլորիդ